Մենք եկել ենք մասնակցենք այսօր շատ կարևոր իրողության հայոց ցեղասպանությանը, որը այսօր մեր իշխանությունը փորձում է ջնջել մեր հիշողություններից ու փորձում է ուրացնել ու հիմա մեր առաքելությունը այն է, որ մենք մեր մատաղ սերունդին ավելի շատ ցույց տանք հայոց ցեղասպանության կարևորությունը, որպեսզի իրենք չմոռանան ու միշտ հիշեն, որ եղել է հայոց ցեղասպանություն, եղել է որջրագործություն ու դա պետք է ապացուցել, որպեսզի ընդունեն Օսմանյան Թուրքիայի կատարած որջրագործությունը ու իրենց մեղքը քավեն, այսպես ասած։ Մենք պատրաստ ենք իրենց հետ ընկերություն անել, բայց մենակ այն դեպքում, երբ որ իրենք ընդունել իրենց մեղքը ու հավուր պատճառի մեզ փոխհատուցեն։ Իսկ ինչ կատարվում է հիմա, դա աբսուրդային է ուղղակի։ Այս իշխանությունները ասում են մոռանանք ամեն ինչ եւ սկսենք բարեկամություն անել, մոռանանք մեր անցյալը։ Մենք չենք կարող մոռանալ։ Դա մոռացության ենթակա չի իմ կարծիքով, որովհետեւ 1.5 միլիոն ու դա դեռ շարունակական է եղել, ինչ որ կատարվել է նաեւ Արցախում, դա նույնպես ցեղասպանություն է, այսինքն բռնի տեղահանել, այո, բռնի տեղահանել այնտեղից հայությանը, դա նույնպես ցեղասպանություն է ու մոռանալ անհնար է։ Պետք չէ մոռանալ, պետք է հիշել, պահանջել ու ընկերություն, այսպես ասած, ձևակերպել այն ժամանակ, երբ իրենք ընդունեն իրենց մեղքը։ Իսկ ինչքանով են նմանատիպ այսպես միջոցառումները կարևոր, հատկապես երիտասարդների ներգրավման։ Շատ կարևոր է, որպեսզի իրենք հիշեն իրենց պատմությունը, իրենց ով լինելը, իրենց նախահայրերի հանդեպ կատարած որջրագործությունը, որպեսզի իրենք ապրեն ու իրենց սերունդներին նաև ցույց տան, թե ովքեր են եղել իրենց նախահայրերը։ Հոգևոր առումով նաև, հոգևոր առումով ասեմ, որ նույնիսկ եկեղեցին ասում է, որ պետք է հիշենք ու պահանջենք։ Եթե մենք էլ քրիստոնյա ազգ ենք, պետք է հիշենք ու պահանջենք։ Իսկ ինչ տպավորություն ստացաք, շատ է, ինչ ահագիրներ, արդյոք ամեն տարի ավելանում է։